Մասնավորապես, երբ մենք խոսում ենք, որ այս կամ այն ապրանքը կապ չունի ձուկներ ձկնամթերքն է, Եվրամիության չափանիշներին չի համապատասխանում, հասարակության մոտ ընկալում կա, ուրեմն այդ ապրանքը որակական խնդիր ունի եւ իրացվում է այլ շուկաներում, որտեղ պահանջներն ավելի թույլ են եւ Հայաստանում ներքին շուկայում։ Կխնդրեմ այդ մասին էլ խոսեք։ Մոտեցումը, եթե կա նմանատիպ մոտեցում, դա շատ սխալ է, չի կարող լինել նմանատիպ դեպք, երբ որ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր եւ վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը։ Օրինակը նույն կարող ենք բերել, քիչ առաջ որ խոսում էինք բուսական մթերքի վերաբերյալ, այսինքն ասում են պտուղ բանջարեղենը, չգիտեմ, արտահանման ժամանակ հայտնաբերվել է թրիպս։ Այդ թրիպսը մարդու կյանքի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, այսինքն չի կարա մի մթերք, որում որ լաբորատոր փորձաքննության արդյունքում, մոնիտորինգի արդյունքում կամ, չգիտեմ, ստուգման ընթացքի արդյունքում հայտնաբերվի վտանգավոր սնունդ եւ չթույլատրվի արտահանվել այլ երկիր, բայց վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նմանատիպ դեպք չի կարող արձանագրվել։ Եթե սննդամթերքը համարվեց վտանգավոր, կասեցվում է շրջանառությունը, հանվում է շրջանառությունից եւ գնում է ոչնչացման։ Այլ մեթոդ, այլ եղանակ դրան չկա։ Այսինքն այդ մոտեցումը էլ եմ ասում, այ որ ասում են առանցին վնասատու է, այդ առանցին վնասատուն սահմանահատման ժամանակ ինքը համարվում է որպես առանցին վնասատու, այսինքն մեկ երկրից մյուս երկիր արտահանման, բայց մարդու կյանքի եւ առողջության ինքը որևէ վտանգ չի սպառնում։ Եթե նմանատիպ դեպք կա եւ հաստատվում է, որ դա վտանգավոր սննդամթերք է, դա միանշանակ գնում է միանգամից ոչնչացման։ Այսինքն նմանատիպ մթերքը ոչ կարա մուտք գործի Հայաստանի Հանրապետություն, ոչ դուրս գա Հայաստանի Հանրապետությունից, ոչ է վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Շատ Ճիշտ ասած, այսօր հավաքվել ենք ձուկ ձկնամթերքի վերաբերյալ խոսելու։ Չէ, ես ճիշտ ասած ասեցի, եթե այդ հարցի վերաբերյալ կան որևէ հարցեր, կխնդրեմ մեր լրատվականին գրավոր կամ բանավոր դիմեք, փորձենք մանրամասն ներկայացնել, որ փուլում ինչ խնդիրներ կա, սանկցիայի վերաբերյալ ինքը սանկցիա չի, ժողովուրդ, բերեք չօգտագործենք այդ բառը սանկցիա, որտեղ ինքը սահմանափակում է, իսկ սահմանափակումը դա ժամանակավոր խնդիր է, կա խնդիր, կա լուծում։